Գյումրու թիմ ընտրություններից 5 օր անց Մարտուն Գրիգորյանը խախտեց խորհրդավոր լռությունը, հայտարարելով իր քաղաքական անցած ճանապարհի բարդագույն ու ծանր որոշման մասին։ Այն է, որ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա, որպեսզի կոմունիստական կուսակցության ցուցակով ընտրության մասնակցած Գյումրու նախկին քաղաքապետը, որն անցնում է բազմաթիվ քրեական վարույթներով, դառնա հանրապետության երկրորդ քաղաքի կառավարիչը։ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը հայկական ժամանակի հետ զրույցը սկսում է գյումրեցիներին շնորհակալություն հայտնելով։ Ադամյանի պնդմամբ Գյումրու վերջին թիմ այս ընտրությամբ հաստատագրվեցին այն բոլոր ճշմարտությունները, որ այս տարիներին նախազգուշացրել է Հանրապետություն կուսակցությունը, այն որ ընտրությունների գլխավոր խնդիրը դառնալու են այն մարդիկ, ովքեր չեն գնում ընտրության։ Տեսեք մասնակիցների թիվը ընդամենը 44%։ Եվ պետք չի ինձ առարկել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սովորաբար շատ ավելի քիչ մասնակցության տոկոս է լինում։ Դա սովորաբար է, բայց դա սխալ է։ Երբ ենք սկսել այդ սխալների ուղումը։ Դա մեկ։ Երկրորդը, այս ընտրությունները արտահայտեցին այն դասավորությունը, որ գործնականում կա հասարակության մեջ, սևեր, սպիտակներ։ Եվ ստացվեց այնպես, որ այդ սևերի սպիտակների մենամարտը այս անգամ ավարտվեց սևերի օգտին։ Այսինքն, դա նշանակում է, որ համապետական ընտրություններում այլևս չպիտի լինի սև սպիտակների պայքար։ Եվ այն երրորդ ուժը, որ այս ընթացքում ձևավորվել է կոնկրետ իդեմս հանրապետության, պետք է ասի իր վճռական խոսքի այդ սևերի սպիտակների մենամարտում, բայց ամենակարևորը, ինչու Գյումրու ընտրությունները ավարտվեցին հենց այդ արդյունքներով։ Եթե վերանանք այդ կուսակցական պատկանելությունից, քրեա օլիգարխիկից, այսից այնից, մարդիկ գնացին ընտրեցին իրենց աշխատատեղը։ Անահիտ Ադամյանի համոզմամբ Գյումրիում հաղթել են նրանք, ովքեր աշխատանք ու աշխատատեղ են ապահովել։ Հարցին թե Վարդան Ղուկասյանն աշխատատեղ է ստեղծել աշխատանքով ապահովել գյումրեցուն, զրուցակիցն արձագանքում է. Միանշանակ։ Բայց կա նաև մեկ այլ խնդիր։ Տեսեք, մենք անverջ ասում ենք, որ ընտրություններում գնում է եւ քրեա օլիգարխիկ կապիտալն է հաղթում։ Իսկ ինչ է արել իշխանությունը այս տարիներին 2018-ից սկսած քրեա օլիգարխիկ կապիտալը քաղաքականությունից դուրս բերելու համար։ Դա ինչպես է ազդել ընտրությունների վրա։ Դեք հարցնում, նայեք ընտրությունների արդյունքները։ Գիտեք, շատ ակնհայտ է, որ մենք այստեղ ունենք ոչ միայն քաղաքական, այլև օրենսդրական խնդիր։ Օրինակ, ինչպես է պատահում, որ գրանցվում են հենց այդ թեկնածուները, կոնկրետ Վարդան Ղուկասյանը։ Կայից գուցե ինձ առարկեն, որ իրենք որևէ հիմնավորում չունեն, Վարդան Ղուկասյանին չգրանցելու եւ ճիշտ կլինեն։ Բայց այստեղ մենք ունենք օրենսդրության փոփոխության խնդիր։ Մենք պետք է օրենսդրորեն արդեն պատնեշենք այն մարդկանց իբրև թեկնածու գրանցումը, որոնց դոսիեն մեղմ ասած այնքան էլ վայել չէ այն հավակնություններին, այն թեկնածուի ենթադրող կարգավիճակին, որին իրենք հավակնում են։ Ինչպես Վարդան Ղուկասյանը հայտնվեց Գյումրիում ավականու թեկնածուի կարգավիճակում։ Դուք որևէ բան գիտեիք կոմունիստական կուսակցության մասին, այդքան հզոր կոմունիստական կուսակցության մասին։ Հիմա հարկ չկա փոխել կուսակցությունների մասին օրենքը եւ օրենքով արգելել կուսակցության կնիքի վարձակալությունը կամ վաճառքը։ Ադամյանը հարցադրում է անում, քանի կոմունիստ կա Վարդան Ղուկասյանի ընտրացուցակում, ինչ կապ ունեն կոմունիստները Ղուկասյանի հետ, ապա դիտարկմանը թե նա քրիստոնյա հավատացյալ է, աստվածավախ մարդ, արձագանքում է։ Գուցե թե ձեր ծիծաղն է գալիս ձեր ասածի վրա այդ առումով։ Գիտեք, աստվածավախ կոմունիստ չի լինում։ Բայց հանգիստ թողնենք Վարդան Ղուկասյանի այդ աստվածավախությունը ժամանակին Հովիկ Աբրահամյանն էլ էր եկեղեցի կառուցում Սուրբ Հովհաննես դնում անունը, համարենք դա աստվածավախության դրսևորում, թե սեփական անձի պանծացում։ Ծաղելի է, չէ՞, ամեն ինչը։ Գիտեք, այստեղ օրենսդրական խնդիրներ կան, եւ օրենսդրորեն պիտի պատնեշվի 2026-ի ընտրությունները, թե նման թեկնածուներից, թե նման ընտրության ընթացքից։ Սա ամենակարևոր դասն է, որ մենք Գյումրիից պետք է մեզ համար
սովորենք եւ կյանքում իրագործենք։ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամը նկատում է, չգիտես ինչու համարում են, որ Եվրադաշինքը Գյումրիում պարտվել է, սակայն ինքը կարծում է, որ իրականում Եվրադաշինքը Գյումրիում չի պարտվել։ Գյումրիում գյումրեցին է պարտվել, որովհետև ընտրել է իր կարճաժամկետ շահը։ Հարցին թե ինչ շահի մասին է խոսքը, զրուցակիցն արձագանքում է։ Գնաց եւ ընտրեց օդից փող տարբերակով։ Բազում ընտրախախտումների մասին, բազում վկայություններ կան արդեն, չէ՞։ Հիմա ինչ ճանապարհով է, որն է այդ շահը իրենց ասում են մերկանտիլ շահն է։ Իրենց ընտրության որակն է։ Ինչու պիտի նրանք գնային Լևոն Բարսեղյան ընտրեին, որը խոսում էր անverջ, խոսում էր ծրագրերից։ Ծրագրերից Գյումրու եւ Գյումրեցու խնդիրներից ու առաջարկում էր Գյումրիի եւ գյումրեցիների խնդիրների լուծումներ, կոնկրետ։ Տրանսպորտի աշխատելու ջրը հեռացման, թեղեղատները մաքրելու, տարբեր, թափառող շների էլ չգիտեմ ինչի, կոնկրետ խնդիրներին ավականու մակարդակով լուծվելիք, ավականու։ Լևոն Բարսեղյանը չէր գնում քաղաքական խնդիրներ դնում, ոնց որ մյուս կուսակցությունները, չէր ասում մենք Գյումրիում հաղթելու ենք եւ Գյումրիում մեր հաղթանակով սկսվելու է մեր հաղթական վերադարձի իշխանություն։ Այդ դա գյումրեցիները չհասկացան։ Ադամյանը վերահաստատում է Գյումրին պարտվել է իր ընտրության մեջ եւ շատ կարեւոր է, որ գյումրեցին իր ընտրությունների արդյունքներից եզրակացություն անի եւ հասկանա հետեւյալը։ Սև ու սպիտակի պայքարը սխալ է։ Թաղային հեղինակություններին ձայն տալը սխալ է։ Գիտեք, մեզ ընտրություններից առաջ էլ մենք գիտեինք, որ այս պատկերն ենք ունենալու։ Այնպես չի, որ մենք լուսնի վրա ենք ապրում ու չգիտենք, թե Գյումրիում ով ինչ է մտածում, ով ինչպես է մտածում, ով ինչին է գերակայություն տալի։ Բայց մենք գնացինք քաղաքական կերպար ընտրելու ճանապարհով, ոչ թե թաղային հեղինակություն ընտրելու ճանապարհով, այլ քաղաքական կերպար ընտրելու ճանապարհով, նորմալ մտածող մարդ ընտրելու ճանապարհով։ Ես չեմ համարում, որ դա սխալ ընտրություն էր։ Հարցին թե արդյոք հնարավոր է Գյումրու ընտրությունները պրոյեկտել կամ որևէ կերպ կապել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ եւ ենթադրել, որ կրկին սև-սպիտակ նախկին ներկա օրակարգով են առաջնորդվելու եւ ինչպես են որպես այլընտրանք հանդես եկող ուժերը ապացուցելու, որ աֆիլացված չեն գործող իշխանության հետ, Ադամյանը նկատում է։ Տեսնում է։ Իսկ նա ով չի ուզում տեսնել, միևնույն ինչքան ուզում ես համոզի, բացատրի, ներկայացրու, էլի տարբեր հիմնավորումներով, սուտ, սխալ, կեղծ, վարձավճարված հիմնավորումներով գնալու է իր ընտրությանը։ Այստեղ մեր խնդիրը չի, կարճ ասած, այստեղ հասարակության խնդիրն է։ Ես կարծում եմ, որ Հանրապետություն կուսակցությունը իր ամբողջ անցած ճանապարհով ապացուցել է իր ճշմարտությունը։ Եվ Հանրապետություն կուսակցությունը հիմա էլ շարունակում է այդ ճշմարտությունը ապացուցել։ Հիմա էլ։ Բայց եկեք հաշվի առնենք նաև այն փաստը, որ 2026-ին շատ կարևոր լինելու նաև արտաքին գործոնը։ Իսկ ում համար է գաղտնիք, որ 2020-ից սկսած մինչև այսօր Ռուսաստանի Դաշնությունը փորձում է այստեղ հեղաշրջում անել։ Բայց չի ստացվում, չէ՞։ Էլ աշխարհիկ, էլ հոգևորական ու մասս փողոց դուրս բերեցին զրո հաջողությամբ։ Բարդ է եզրակացնել, որ Մոսկվան փորձելու է, այնուամենայնիվ փորձելու է այս անգամ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել։ Հեղաշրջումը չստացվեց, կգնանք ընտրություններով իշխանափոխության, ինչու ոչ։ Միանշանակ է, որ այդ փորձը լինելու է։ Հիշեք Մոլդովայի ընտրությունների օրինակը։ Ինչ կատարվեց Մոլդովայում։ Կատարվելու է նույնը Հայաստանում, ամենայնպես փորձ արվելու է, միանշանակ արվելու է։ Դե հիմա, գիտեք, երբ կա նման սպառնալիք պետություն ու պետականություն կորցնելու, միջին վիճակագրական ընտրողը գնալու է էլի ընտրի նրանց, որոնք 2021-ից սկսած խորհրդարանում իրենց դրսևորել են իբրև Կրեմլի վկաներ, գնալու են նրանց ընտրի,